Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Այցը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում խաղաղության գործընթացը թևակողել է արդեն իրականացման փուլ։ Այլևս իրականություն է այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը առնվազն քաղաքական հայտարարությունների մակարդակով եւ նաեւ պիլոտային նախագծերի, այսպես ասենք, կամ խմբականակների մասով արդեն դարձել է իրականություն։ Համենայն դեպս Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարել են այն մասին, որ տարանցման սահմանափակումներն այլևս հանված են։ Հայաստանի վարչապետը նաեւ իր ելույթներում ներկայացնում է նաեւ մոտավոր ժամանակացույցը, թե թրիփի այդ նախագիծը ինչ փուլերով է անցնելու եւ ինչ ժամանակային հորիզոնների մասին է խոսքը եւ ըստ այդմ մենք մինչեւ տարվա վերջ կլուծենք իրավաբանական մասը հարցի, տարվա առաջին կեսին դա կազմակերպական հարցերն են շինարարության, իսկ երկրորդ կեսին էլ 26 թվականի արդեն բուն շինարարությունը կմեկնարկի։ Կա պատկերացում նաեւ մոտավոր ճարտարապետության, թե որ ինչի ուղին ինչպես պետք է անցնի եւ որտեղով, մասնավորապես այն, որ երկաթուղին ըստ էության համընկնելու է սովետի ժամանակվա եղած այդ նույն երկաթուղուն եւ սկսվելով Ադրբեջանի հիմնական մասից մտնելու է Նախիջևան։ Եվ ուրեմն այս ամենում հարց է նաև առաջանում, թե իսկ որտեղ է այս բանաձևի մեջ Վրաստանի տեղը։ Վրաստանը ցավոք սրտի այս փոփոխվող իրողությունների մեջ հայտնվել է ոչ ամենաշահեկան, այսպես իր վիճակով, որովհետև կա ներսում ներքաղաքական ճգնաժամ իշխանության եւ հասարակության միջև եւ որպես դրա շարունակություն կամ դրա արտաքին պրոյեկցիա Վրաստանն ունի ճգնաժամ նաև Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Այս ամենը իհարկե խիստ կաշկանդում է Վրաստանի ֆունկցիոնալությունը այս տարածաշրջանային փոփոխություններում, մինչդեռ Հայաստանի շահերից է ուղղակիորեն բխում, որպեսզի Հայաստանը եւ Վրաստանը շատ ու շատ ճանապարհներ անցնեն ուղղակի իրար հետ։ Եվ առաջին հերթին դա եվրոինտեգրման ճանապարհն է, մինչ Հայաստանը խոսում է այն մասին, Եվրոպան էլ, որ մեր հարաբերությունները երբեք չեն եղել այսքան սերտ, որքան հիմա է, եւ այս հարաբերությունները գնալով խորանում են, Վրաստանը խոսում է ճգնաժամի մասին, Եվրոպան էլ եւս։ Փորձենք հասկանալ ինչ է փոխում կամ ինչ կարող է փոխել այս այցը, մինչդեռ պետք է նաև ֆիքսենք եւս մի բան, որ ներվրացական հարցերը կամ Վրաստանի արտաքին քաղաքականության հարցերը դա Վրաստան պետության եւ Վրաստանի ժողովրդի որոշելիքն է։ Այդ հարաբերությունների ճշգրտումը եւս եւ Հայաստան այստեղ ոչ մի ձև մասնակից չի կարող լինել։ Հայաստանն այստեղ կարող է լինել ուղղակի բարեկամ հարևանի կարգավիճակում եւ ֆիքսել մի բան, որ մենք աշխատում եւ աշխատելու ենք ցանկացած վրացական իշխանության, ցանկացած քաղաքական կարգ ունեցող Վրաստանի հետ։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Արնոլդ Ստեփանյանը, Բազմազգ Վրաստան հասարակական կազմակերպության հիմնադիրը եւ ղեկավարը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Բարև ձեզ, Սուրեն։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Պարոն Ստեփանյան, քանի որ ձեզ ռուսերենով հաղորդակցվելն ավելի հարմար է, միանգամից անցնենք ռուսերենի։
Итак, стартовал визит министра иностранных дел Армении Арарата Мирзояна в столицу Грузии. Уже опубликованы заявления как Мирзояна, так и министра иностранных дел Грузии Маки Бочоришвили. О чем эти заявления, на ваш взгляд? Если их проецировать на, ну, скажем так, ближайшую или среднесрочную перспективу в контексте всего происходящего в нашем регионе, прошу. Ну, я думаю, что данные заявления, как полагалось, о трех заинтересованных точках соприкосновения в областях геоэкономики, безопасности и сотрудничества на международных площадках. Есть, если помните, в последних передачах мы говорили о том, что все-таки бывают моменты, когда черная кошка пробегает между отдельными представителями властей Армении и Грузии, что на самом деле не все так безоблачно, как хотелось бы. Но эти проблемы, они не являются непреодолимыми, они не являются, скажем так, такого характера, которые могут углубить разногласия определенные. И, конечно же, над этим надо работать. Ну, в пример приведем остановку армянских грузов в Грузии, да, какие-то, скажем так, вот, мелкого характера, другие проблемы, которые решаемы и решаются. Но они просто в последнее время все чаще и чаще возникают. И надо решать эти проблемы так, чтобы они не возникали бы. Причем очень интересно, что в основном эти акценты переносятся, акценты по причинам переносятся в совершенно другую сторону, что не является также правдой. Я бы сказал, что, во-первых, стратегическое партнерство между государствами, оно не бывает и не должно быть односторонним. Конечно же, нужно соблюдать обоим сторонам. Партнерство касается многих тем, но вот эти три темы являются основополагающими, о которых я недавно говорил. Очень важно соблюдать и поддерживать договоренности на международных площадках, что практически всегда происходит в последнее время, за исключением некоторых случаев. И один из последних случаев явился, наверное, причиной дискуссии между правительствами, представителями правительств Грузии и Армении. Второе, ну, естественно, проект ТРИП, и не только ТРИП, проект коридора, Срединного коридора, который проходит через наши две страны и является первостепенным интересом для властей обоих стран. Здесь обе страны взаимодополняют друг друга, и невозможно стабильное существование этого коридора без подключения всех стран региона. Ну и, естественно, вопросы безопасности. Мы находимся в очень сложном окружении, сложном соседстве, очень интересы многих супердержав, немногих существующих супердержав сходятся, в частности, и в нашем регионе. И, конечно же, здесь вопросы безопасности играют основополагающую роль в межгосударственных отношениях. И сотрудничество необходимо для того, чтобы выстоять, выдержать и продолжать развиваться. Думаю, что весь этот пакет лежит на столе не только сегодня, а лежал вчера и обязательно будет обсуждаться еще во время будущих встреч. И визит Мирзояна, министра иностранных дел Армении, в частности, своевременный, скажу, визит. Его необходимо было сейчас совершить в обязательном порядке. Во время этого визита они обсуждали, конечно же, вот все три этих направления. Господин Степанов, эти изменения, которые происходят в нашем регионе, ну, казалось бы, да, предполагают довольно активную позицию Тбилиси. И у меня полная уверенность в том,
что это осознание в среде политического класса Грузии 100% существует. Но понимание пониманием, однако вот тот кризис, который продолжается, да, между правительством и обществом с одной стороны, и между Грузией и ее традиционными союзниками в лице Европы и Соединенных Штатов с другой стороны. Как это влияет на позиционирование Грузии и может ли это изменить или внести определенные коррективы в политику Грузии или более того стать, ну, скажем так, стимулом к тому, чтобы перезапустить отношения, гармонизировать отношения вот в условиях новых реалий? Прошу. Сложный вопрос, и однозначно вот это не существует на это, потому что ситуация очень гармонично здесь развивается, и каждый день может приносить что-то новое. Конечно же, очень многое зависит от того, какие решения будут приняты в Соединенных Штатах Америки. Пока таковых нет апдейта, скажем так. Касательно Грузии? Касательно Грузии, да. Угу. Но вместе с ТРИПом, я думаю, что уровень интереса будет расти, и он обязательно коснется Грузии, обязательно коснется властей Грузии, и будет понимание того, что какие шаги будет предпринимать Америка, администрация Соединенных Штатов Америки в ближайшем будущем в регионе. То есть ТРИП сам по себе как бы это не только дорога жизни, назовем ее так, но это еще и проект, который будет иметь далеко идущие последствия для судьбы всех трех государств Южного Кавказа. Касательно перезапуска отношений между властями Грузии и традиционными союзниками или с гражданским обществом, ну, позиция гражданского общества, на самом деле, она зависит от позиции международных партнеров и обратно, скажем так, да, позиция международных партнеров, она часто зависит от позиции гражданского общества. Перезапуск случится только в том случае, если западные партнеры решат вести прагматичную политику по поводу к региону, то есть без учета поддержки традиционных ценностей западных, ну, как вариант теоретически, я говорю, не говорю, это правильно или нет. И второй, если власти Грузии исчерпают ресурс, благодаря которому они держатся до сих пор у власти. Других вариантов пока не предвидится в обозримом будущем. Господин Степанин, в Тбилиси... Я имею в виду, что они просто договорятся сегодня. То есть, как бы, скажем так, никто не делает шагов в эту сторону, наоборот, углубляется кризис, углубляется разрыв между международными партнерами и властями Грузии, и шаги навстречу не делаются. То есть это значит то, что что-то должно произойти такое, которое как бы сдвинет позиции куда-нибудь в другую сторону хотя бы, да. Не отодвинет их дальше, а сдвинет как бы в другую сторону, чтобы другой процесс пошел. Господин Степанин, я как раз вот об этом мы ежедневно при всем при этом видим митинги протеста, акции протеста в Тбилиси. И сказать, что они такие малолюдные, это тоже неправильно. Но да, в то же время они не такие уж и многолюдные. И тем не менее, какое развитие вы дальше видите в этом? Рубен, митинги – это обозначение позиций. Так. Я думаю, что это беспрецедентно, когда ты вот больше года фактически каждый день в каждодневном режиме выходишь, протестовываешь,
что-то. Да, не будем как бы вдаваться в подробности, потому что очень много об этом говорили, все уже все знают. Да, я думаю, что это беспрецедентно в мире, и, конечно же, на это нужно обращать внимание. Кроме того, что партнеры обращают внимание, самим властям нужно обращать внимание на это, потому что, ну, как бы ядро недовольства, оно не погасло. Оно есть и очень стабильно. С другой стороны, понятно абсолютно, что количество народа будет меньше, люди устают, но это не значит, что они соглашаются. Да. Они устают просто, чтобы выходить на улицу, выражать свою позицию именно так. Но с точки зрения выборов, эти люди, конечно же, это те, которые протестуют, и они будут делать выбор не в пользу существующих властей. Ну, по крайней мере, если выборы будут в обозримом будущем. Подчеркиваю. Что, кстати, возможно. Да. Как это влияет на ситуацию? Я бы не сказал, что это очень серьезно влияет на позицию грузинских властей. Я бы не сказал, что это, в принципе, является мощным фактором или аргументом с точки зрения переговоров возможных с партнерами международными. Потому что и людей меньше, и от ситуации чувствуется усталость от самой ситуации. И я не думаю, что как бы при анализе возможных событий в будущем или при программировании, скажем так, дальнейших действий стоило бы учитывать этот протест как основополагающий фактор чего-то. То есть мало людей устали, не выходят на улицу, и, наверное, скажем так, что-то должно случиться, чтобы людей стало больше, но дальше что? То есть эти люди, которые выходят на улицу, это абсолютно мирные демонстранты. Ну да. И они не собираются делать революцию, о чем заявляют. И, ну, если не революцию, это требование новых выборов, да? А у кого они требуют новых выборов? У властей Грузии. Власти Грузии, что мы не будем проводить внеочередные выборы. Тупик. То есть должно что-то произойти, кто-то должен подтолкнуть власти Грузии для того, чтобы они провели выборы. Но здесь еще второй вопрос. Если сейчас будут проходить, скажем так, представим, из области фантастики, но если сейчас будут проходить новые выборы, или в следующем году, возможно, это уже не совсем уже из области фантастики, но возможно могут быть новые выборы. Есть ли уверенность, что оппозиция победит? У меня нет этой уверенности. И вообще оппозиция не может консолидироваться, чтобы принять участие единым кандидатом, скажем, или единым списком на выборах. Я часто их спрашиваю, смысл того, что они требуют новых выборов, в чем? Вы объединиться не можете. Новый выбор для того, чтобы еще раз проиграть? То есть я думаю, что те люди, которые требуют новых выборов, должны, я имею в виду простых избирателей, не политические силы, в первую очередь должны требовать у оппозиции объединиться. И после этого требовать новых выборов. Нельзя делать второй шаг до первого. Можно не дойти до него. Господин Степанин, в то же время мы видим очевидное закручивание гаек внутри. Вот эти кейсы есть против ряда оппозиционных партий. Мы видим и заявление Саакашвили, и международный резонанс. Как вы думаете, дальше вот этот кризис между Грузией и ее традиционными союзниками, какая перспектива вот впереди, на ваш взгляд? Ну, Рубен, кризис, он, конечно же, очень глубокий и углубляется, как мы с вами говорили, и соглашаемся в этом, но в то же самое время некоторые страны продолжают работать с властями Грузии, и это абсолютно понятно, у них есть интересы в регионе. И здесь вопрос не только в ценностях, от которых, скажем так, власти Грузии уходят, а вопрос в том, что есть опасности, которые могут очень серьезно
геополитического характера опасности, которые могут очень серьезно повлиять на сами метрополии. И, естественно, эти интересы, они должны быть под надежной защитой в регионе. И те страны, которые понимают, как быть державами, имеют долгую историю быть или империями, или державами, которые имеют ресурс работать по всему миру, и которые имеют интересы на Южном Кавказе, они, конечно же, продолжают работать с властями, потому что ситуацию на земле, скажем так, контролирует грузинская мечта. Другой вопрос, насколько глубоко это сотрудничество и каких сфер оно касается. Те сферы, которые были раньше, в рамках которых работали наши партнеры с властями, например, как развитие экономики, поддержка реформ, развитие сельского хозяйства и так далее. То есть то, что непосредственно приносило бенефиты, пользу населению, большая часть этих тем сегодня не работает. Есть определенные, скажем так, направления, которые до сих пор работают, не в полной мере, может быть, да, но они есть. Это оборона, это безопасность и так далее, что абсолютно логично. Господин Степанин, также сейчас такой довольно драматичный период в Армении, он будет продолжаться до июня следующего года. Понятно, причина – это выборы, это предвыборный контекст, вообще всего происходящего. Как из Грузии видятся вот эти внутриармянские процессы, которые еще и сопровождают вот эти региональные изменения, которые происходят и в том числе с Грузией по соседству? Прошу. Рубен, прежде всего хочу подчеркнуть, что Армения никогда не была столь важной, столь популярной и столь эмоционально связанной с нами, ну, я имею в виду с гражданским обществом, с людьми в Грузии, с прогрессивно мыслящими людьми в Грузии, как сейчас, и причиной тому беда. Да, то есть то, что мы как бы теряем перспективы евроинтеграции, а Армения, и наоборот, скажем так, для Армении очень позитивно то, что она как раз идет по направлению к евроинтеграции, и мы очень все болеем, конечно же, за Армению. Это не только, я это говорю не только из-за того, что я этнический армянин, да, я реально как бы чувствую это в воздухе здесь, в Грузии, да, все коллеги, люди, которые на митинг выходят, все прогрессивно мыслящие люди, они все болеют буквально, и все очень положительно говорят об Армении и о властях Армении. И это очень позитивный период наших отношений, который нужно правильно использовать. Естественно, интерес вырос благодаря этому к Армении. Естественно, очень многие не только в курсе, что в июне в Армении выборы, очень многие болеют за то, чтобы эти выборы привели бы к такому результату, который позволит Армении продолжать курс евроинтеграции. Мы очень хорошо понимаем, что сегодня еврокурс Армении – это наш билет, в частности, тоже в будущее, и это залог того, что Европа не будет терять интерес к региону. Я больше имею в виду не отдельно взятые страны европейские, а Евросоюз как структуру межгосударственную. Так что ответ такой, да, очень многие наблюдают за событиями в Армении, очень многие болеют, и очень многие хотят всего хорошего, скажем так, да, Армении и хорошего будущего европейского. Что ж, спасибо большое, господин Степанян, за ваши очень важные
наблюдения и оценки, которыми вы поделились с нашими телезрителями. Скорейшего возвращения на путь евроинтеграции в вашей прекрасной стране, и чтобы по этому пути мы двигались вместе. До новых встреч, всех благ. Всего доброго. Ամենք զրուցեցինք մեր գործընկեր Արնոլդ Ստեփանյանի հետ, Բազմազգ Վրաստան հասարակական կազմակերպության ղեկավար Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից, լսեցինք իր դիտարկումները եւ գնահատականները կապված Արարատ Միրզոյանի Թբիլիսի կատարած այս այցի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Օգոստոսի 8-ի համաձայնությունները, որ թևակողել են արդեն իրականացման փուլ, այդ մասին մենք կարող ենք արդեն դատողություններ անել հենվելով պաշտոնական հայտարարությունների վրա, այսօր եւս Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կազմակերպած համաժողովին Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ եւ մոտավոր ուրվագծեց, թե ինչ պատկերացում կա, թե ինչ ժամանակային հորիզոններում է տեղի ունենալու այս տրիպի նախագծի իրականացման գործընթացը, հա, հիշեցնենք, որ մասնավորապես մինչեւ այս տարվա վերջ հարցի իրավաբանական կողմը կլուծվի, այսինքն կոնսորցիումը կստեղծվի 26 թվականի առաջին կեսին կազմակերպական հարցերը կլուծվեն, հա, այնտեղ տենդեր, ներդրողների հարց, շինարարական ընկերությունների հարց, իսկ բուն շինարարությունը կմեկնարկի արդեն 26 թվականի երկրորդ կեսին։ Այս գործընթացները նաև ուղեկցվում են տարբեր գնահատականներով, թե որքանով է երկարաժամկետ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության այս
համընկնող շահերը մեր տարածաշրջանում։ Ընդ որում այդ շահերը խորացնում են նաև հետաքրքրությունները, որոնք այդ կողմերն ունեն Կենտրոնական Ասիայում։ Իսկ Կենտրոնական Ասիայում հաստատապես երկարաժամկետ շահեր են, այդ մասին է վկայում այն գագաթնաժողովը, որը վերջերս տեղի ունեցավ Վաշինգտոնում, եւ Կենտրոնական Ասիայի 5 պետությունների առաջնորդներն էին Թրամփի հետ հարցեր քննարկում Սպիտակ տանը եւ ֆիքսեցին ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերություններ, որոնք միտված են դեպի երկարաժամկետ ապագա։ Եվ այս Կենտրոնական Ասիայում ունեցած շահերը ել ավելի են խորացնում արևմուտքի հետաքրքրությունները մեր տարածաշրջանում, փակելով այդ խոսակցությունները, թե երկարաժամկետ են, թե ոչ։ Սա դատողություններ են, բայց փորձենք հասկանալ հիմքերը այսպիսի դատողությունների։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քաղաքագետ, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Հրաչյա Թաշչյանը, բարև ձեզ, պարոն Թաշչյան, ուրախ եմ կրկին ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Եվ ինչ, պարոն Թաշչյան, դուք ուշի ուշով հետևում եք այս իրադարձություններին, ուրվագծում պատճառահետևանքային կապերը, հա, այսպես ասենք, այն խոսակցությունները, որ արդեն մեր տարածաշրջանում կան այս օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականացման արդեն ներկայիս փուլում եւ դրան զուգահեռ ընթացող այս խորացող հարաբերությունները Արևմուտքի եւ Կենտրոնական Ասիայի եւ մենք տեսնում ենք այստեղ միայն Վաշինգտոնում չէ, այլև թե Բրյուսելը որպես այդպիսին, թե առանձին եվրոպական մայրաքաղաքներ են։ Այո։ Նաև իրենց շախմատային լեզվով ասած պարտիաները խաղարկում։ Այո։ Համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, շատ դակրքիչ գործընթացներ են տեղի ունենում։ Ուրեմն օրեր առաջ, ամսի մի քանի օր առաջ էր նախագահ Թրամփը ընդունեց Կենտրոնական Ասիայի 5 պետություններ։ Պետությունների նախագահներին կներեք։ Ուրեմն սա այս ֆորմատը հարաբերությունների, դες ասեմ, իդեպ վաղուց էր ստեղծվել, վաղուց էր հիմնվել, ընդհանրապես 10 տարի առաջ նախագահ Բայդենի օրոք եւ կոչվում էր C5 գումարած 1։ Կենտրոնական Ասիայի 5 գումարած 1 եւ այն ժամանակ էլ ուրեմն տեղի ունեցավ գագաթնաժողովի նման մի բան, նախագահը ընդունեց բոլորին եւ գիտեք մի հետաքրքիր դետալ էլ ասեմ, այստեղ ուրեմն 5 պետությունների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները կնքեցին այս տեսակի պայմանագիր, որը որ կոչվում է TIFA։ Ուրեմն սա առևտրի եւ ներդրումների հնարավորությունների ուսումնասիրության մասին է։ Իդեպ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման համաձայնագիր ունեն նաեւ Հայաստանի հետ։ Թե ոնց է այդ համաձայնագիրն իրականացում, ճիշտ ասած, այս վերջին տարիներին ես որևէ բան չեմ լսել այդ համաձայնագրից, բայց դե մի կողմ դնենք դա։ Ուրեմն Կենտրոնական Ասիայի հետ արդեն իսկ կար այդ ֆորմատը համագործակցության եւ հիմա ուրեմն ասես մեծ զարգ տրվեց այդ ուղղությամբ եւ որն է պատճառը։ Որն է պատճառը։ Հիշենք ուրեմն Թրամփը այսպես ասած առևտրային պատերազմի շրջանակներում 100% բարձրացրել էր մաքսատուրքերը Չինաստանի նկատմամբ եւ ի պատասխան դրա Չինաստանը ինչ արեց։ Չինաստանն ասեց ուրեմն այդպես է անում, ես էլ ուրեմն արգելելու եմ կամ սահմանափակելու եմ, սկսելու եմ խստորեն վերահսկել ուրեմն հազվագյուտ հողային մետաղների արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ։ Հողային, ուրեմն ինչն է այստեղ խնդիրը, Չինաստանը բառացիորեն բան ունի, մենաշնորհ ունի այդ ոլորտում, ասում են, որ հետազոտված պաշարների 65%-ը գրեթե գտնվում են Չինաստանի տարածքում, իսկ ձուլման, այսինքն վերամշակման առումով Չինաստանի բաժին է հասնում աշխարհի գրեթե 90% այդ մետաղների, այսինքն ստացվում է, որ մենաշնորհ ունի, իսկ այդ մետաղներն այսօր կրիտիկական նշանակություն ունեն։ Այս տեխնոլոգիական այո, բոլոր տեխնոլոգիական ուղղություններում սա գործածվում է, սա այդ մետաղները դարձել են աշխարհաքաղաքական գործոն այսօրվա պայմաններում։ Հիմա նայենք, ինչ հետաքրքիր բան։ Այս տարվա ընթացքում արդեն սա երկրորդ նմանատիպ միջոցառումն է։ Ապրիլ ամսին տեղի ունեցավ Եվրոպական միություն Կենտրոնական Ասիա նման գագաթնաժողով։ Հունիսին էր, եթե չեմ սխալվում։ Ապրիլներ, եթե չեմ սխալվում, ապրիլ ամսին էր, դե լավ, ինչ է ամիսները բան չանենք։ Մի քանի ամիս առաջ էր։
Ֆոն դեր Լայնն այո, Ֆոն դեր Լայն եւ 5 նախագահներ, նույնը ուրեմն անում է Չինաստանը։ Նույնը անում է Չինաստանը այդ պետությունների հետ։ Չինաստանը շատ այսպես խորապես ներսուզված է այդ տարածաշրջանում, ներկա է եւ շատ պետություններ արդեն նրանցից մի քանիսը արդեն հսկայական կախվածության մեջ են մտնել Չինաստանից տնտեսապես եւ ուրեմն նայեք այս հանդիպմանը Վաշինգտոնում ինչեր են կնքում հսկայական բազմամիլիարդանոց պայմանագրեր Ղազախստանում, Ուզբեկստանում այդ հազվագյուտ հողային մետաղների կորզման, այսպես ասած, արդյունահանման համար, բացի դրանից, ուրեմն նրանք էլ Կենտրոնական Ասիայի պետությունները իրենց կողմից են որոշակի բառներ առնելու Ամերիկայի միած 22 հատ Boeing, 300 հատ, ուրեմն ես կարդացի լոկոմոտիվ, ամերիկյան, այո, Ղազախստան, ուրեմն գյուղատնտեսական սարքավորումներ եւ այլն, սա մեծ ուրեմն կապերի մասին է խոսքը գնում, ինչի մասին է սա վկայում Ինչի մասին է սա խոսում ինձ համար աշխարհական առումով։ Այդ օգտակար հանածոները, որ պետք է արդյունահանեն Կենտրոնական Ասիայից, որտեղով դեպի արևմուտք պետք է հասցնեն։ Ամերիկացիներն ասում են դա չպետք է լինի Ռուսաստանը, չպետք է լինի Չինաստանը, չպետք է լինի Իրանը։ Բնականաբար, Ամերիկային, այո։ Միակ ճանապարհը մնում է Կասպից ծովը կտրել եւ մտնել հարավային Կովկաս, Ադրբեջան եւ ուրեմն այստեղից անցնել Թուրքիա եւ միջերկրական ծով։ Դեպի հարավ այնտեղ Աֆղանստանն, բանը որը հեչ բարենպաստ ճանապարհներ չեն բնականաբար։ Նաեւ դժվարամատչելի։ Եվ դժվարամատչելի այդ առումով եմ ասում իհարկե։ Ուրեմն այս առումով ինչ է նշանակում։ Եթե այս տեսակի ուշադրություն է Կենտրոնական Ասիային, իսկ սա նշանակում է, որ ինքը ռազմաքաղաքական առումով, աշխարհաքաղաքական առումով է կարևորվում։ Քանի որ եթե բաց թողեց Կենտրոնական Ասիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե բաց թողեց, եթե Եվրոպական միությունը բաց թողեցին Կենտրոնական Ասիա, ապա սրան տիրանալու է բնականաբար Չինաստանը, այսօր հզոր հսկա տնտեսական այդ բանը, հսկան, եւ ուրիշ բան չի տեղի ունենա։ Այսինքն մոնոպոլիան այդ մենաշնորը այլ ավելի է խորանալու Չինաստան, այլ ավելի է ուժեղանալու եւ այլ ավելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպական միության կախվածությունը մեծանալու Չինաստանի այդ քրիտիկական նյութերից, քրիտիկական ուրեմն մատերիալներից։ Եվ այս առումով ուրեմն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում Կենտրոնական Ասիան, իսկ որպեսզի Կենտրոնական Ասիայի հետ դու կարողանաս համագործակցել, քեզ պետք են ճանապարհներ։ Իսկ ճանապարհներն անցնում են հարավային Կովկասով։ Այդ թվում հիմա եթե այս TRIP ուրեմն ճանապարհը կառուցվի, այդ թվում նաև այդ ճանապարհով անցնելու, այսինքն Ադրբեջանով, Հայաստանի տարածքով, Սյունիքով, Մեղրիով դեպի Հայաստան եւ կրկին Թուրքիա, հա, այսպես ենք պատկերացնում։ Իհարկե երկրորդ ճանապարհն էլ կա Բաքու, Թիֆլիս, Ղարս, այդ ճանապարհը երկաթգծի, որը որ կրկին իհարկե կօգտագործվի, կշահագործվի, բայց այստեղ մենք ուրեմն ստանում ենք մի այսպես ուրեմն խաղալու հնարավորություն եւ որոշակի վստահություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ հետ աշխատում են ոչ թե կարճաժամկետ, ոչ թե սիտուացիոն, այսինքն իրավիճակային այսպես մի խաղ, այլ շատ ավելի երկարատև բաներ ունեն, շահեր ունեն, շատ ավելի երկարատև հետաքրքրություններ ունեն մեր տարածաշրջանում, ինչը ինձ այսպես վստահություն է սկսում ներշնչել, որ այդ ծրագրերը իրականացվեն եւ բարեհաջող կերպով ավարտի կհասցվեն։ Այն ինչ որ կնքվել էր օգոստոսի 8-ին, խոսքը դրա մասին է բնականաբար։ Պարոն Տաշչյան, փաստորեն սա այսօր վարչապետը եւս նշեց, որ սա կամ արդեն դարձել է կամ դառնում է կոնսենսուսային մի նախագիծ, հա, այս TRIP նախագիծը եւ նշելով թե ում է այն ձեռնտու եւ ինչ որ մասերով։ Այսինքն սա մի բան է, որը հաստատապես որևէ մեկին ապրիորի վնաս չի հասցնում։ Իհարկե դա օբյեկտիվորեն, բայց մենք հասկանում ենք, որ օբյեկտիվը դա մի բան է, սուբյեկտիվն այլ բան չէ, ամբիցիայի հարց կա, face saving-ի հարց կա, հազարը մի բաներ կան, ընկալումներն էլ դե ընկալողների այսպես տարաբնույթ կարող են լինել, այսպես ասենք։
Հիմա այս ամենը նաև անվտանգային առումով ապահովագրման կարիք ունի։ Ինչպես եք դուք տեսնում այս ամենի, այսպես ասենք, անվտանգային ապահովման բանաձևը, հա, որպեսզի, ասենք, նման տենց զիգզագներ չլինեն եւ չվտանգվի։ Բարդ հարց եք տալի իհարկե, բայց վերադառնալով են մեր առաջի հարցին, ասեմ, որ սա նաև այս գործողությունները Կենտրոնական Ասիայի հետ, այս բոլոր այս նախաձեռնությունները նաև ինչի մասին են վկայում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական Միությունը շահագրգռված են լինելու Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հարցում։ Այսինքն դեր հարցի պատասխանին եմ գալիս։ Եթե տեսակի մեծ ծրագիր է, ուրեմն եւ եթե այսպեսի խնդիրներ է լուծում, ուրեմն պետք է խաղաղություն լինի ճանապարհի վրա, չէ՞։ Իսկ ճանապարհը անցնում է Հարավային Կովկասով եւ այդ թվում Հայաստանով։ Մենք ենք ներգրավված դրանում եւ բնական է կարծել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է փայփայեն, այսպես ասեմ, ուրեմն խաղաղությունը այս տարածաշրջանում պետք է ջանքեր համապատասխան ջանքեր գործադրեն, որպեսզի պահպանվի համարժեք, այո, համարժեք ջանքեր, որպեսզի պահպանվի, որպեսզի չլինի էսկալացիա եւ չփլուզվի այն ողջ այդ ստրուկտուրան, որը այսօր կառուցվում է։ Սա ոնց որ ինչպես ասեմ, սա հայցակարգային պատասխան թող լինի ձեր հարցին, այո։ Պարոն, տեսեք, բայց մյուս կողմից էլ այդ էսկալացիաները հնարավոր տարիներով ծառայել են որպես, այսպես ասենք, քաղաքականության ամենահուսալի գործիք առնվազն երկու պետությունների ձեռքում։ Մեկը դա իհարկե Ադրբեջանն է։ Ադրբեջանը ուժի դիրքերից քաղաքականություն է վարել Հայաստանի դեմ եւ այդ էսկալացիաները համարել իր, այսպես ասենք, կարևորագույն բաղկացուցիչը քաղաքական գործիքակազմում։ Դե ռուսներն էլ այդ ամենին բարեհաճ են եղել եւ դա դիտարկել են որպես կառավարելի կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Հիմա այս խաղաղության գինը բարձրանում է, իսկ այդ էսկալացիայի քաղաքական գինը Ադրբեջանի համար դառնում է ուղղակի անհաղթահարելի։ Այս ամենն էլ առաջացնում է շատ նկատելի դիսկոմֆորտ, հա, Ալիևի իշխանության մոտ եւ անհրաժեշտություն որոշակի տրանսֆորմացիաների։ Իհարկե, Ալիևը աջ ձեռքով այդ օրինակ տարանցման սահմանափակումներն է հանում։ Առաջին անգամ վերջին 35 տարվա մեջ գնացք է գալիս Ադրբեջանով Հայաստան, հա, այսպես պիլոտային խմբականակ։ Հա, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ այս կոնֆրոնտացիոն ռետորաբանությունը այնուամենայնիվ պահպանվում է, հա, գոնե իր ժողովրդին ուղղված իր ուղերձում այդ կոնֆրոնտացիոն ոգին ոչ միտեղ չի կորում։ Ինչպիսի հանգուցալուծում եք դուք տեսնում, էլի։ Երկու բան էստեղ ասեմ, ինչ եմ ես կարծում։ Բնականաբար Ադրբեջանը պետք է միշտ էլ, գիտեք, հիշեցնի Հայաստանի, բա գիտես, ես այս պայծրությամբ առավելություն ունեմ ուժային եւ նաեւ ես ուժեղ եմ, կարող եմ եւ այլն, հա, այս ամենը իհարկե կա, որը որ միշտ պետք է ներկա լինի կամ նա կուզենա, նա կցանկանա միշտ ներկա պահել բանակցային գործընթացում, Հայաստանի հետ շփումներում եւ ողջ այս գործընթացում։ Հա, որը որ սկիզբ առավ արդեն քանի տարի է եւ ուրեմն իր գագաթնակետերից մեկին հասավ, երբ ոչ վերջնական իհարկե օգոստոսի 8-ին։ Հիմա նայեք, բայց երկրորդ հանգամանքը կա, սա շատ այսպես տակտիկական հարց է, բոլորն էլ կկիրառեն, շատ բնական է սա, պետք է մենք պատրաստ լինենք այս խոսույթին, նման հայտարարություններին պետք է պատրաստ լինենք եւ չպետք է գճվենք իհարկե այդ բանից, բայց երկրորդ հանգամանքը կա։ Նայեք, ինչ հետաքրքիր բան, օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակեց վերջի տվյալները, թե բանի վերաբերյալ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի վերաբերյալ աշխարհում տարբեր պետություններ, այսինքն աշխարհի պետությունների։ Եվ այսպեսի տվյալներ հետաքրքիր թվեր, Հայաստանի ՀՆԱ-ն մոտենում է $9,000, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, 8000 ավելի ճիշտ $8,970, Վրաստանինը մոտենում է $10,000, Ադրբեջանինը 7500 եւ ուշադրություն դարձրեք։ Այդ 7500-ը շատ վաղուց է նա ձեռ
հասել այդ ցուցանիշին։ Եվ եթե չեմ սխալվում, կարծեմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ 2015-16 թվականից այս կողմ Ադրբեջանի մեկ շնչին ընկնող հնան չի աճում։ Սա ինչ է նշանակում։ Ստագնացիա է նշանակում, կամ շատ ցածր տեմպեր աճի, եւ սա ինչ է նշանակում։ Բարեկեցությունը չի բարելավում, չի բարձրանում, չի աճում երկրի ժողովրդի բնակչության։ Նայեք, ինչ է սա քաղաքական դաշտի վրա ինչ է սա նշանակում։ Ալիևի այսօրվա լեգիտիմություն ասելով հասկանում ենք, գիտեք ինչ, որ ժողովուրդը նրան ճանաչում է եւ համարում է, որ ճիշտ է ինքը, որ իշխանություն ունի։ Լեգիտիմությունը մոտարապես այս բանաձևով կարելի է բացատրել, նկարագրել, նայեք, իր լեգիտիմությունը հիմնված է այսօր փաստորեն հիմնված է նացիոնալիզմի, պատերազմում ունեցած հաջողության եւ շովինիզմի այդ խոսույթի հիման վրա։ Դրա վրա է հիմնված։ Հիմա երբ որ չունես տնտեսական աճ, երբ որ բարեկեցությունը չի աճում, դու չես ունենում սնուցող գործոն, որը որ պետք է ապահովի քո լեգիտիմությունը։ Դու որևէ բան էլ չես գտնում։ Եվ միշտ շատ բան է, գայթակղիչ է, միշտ ուրեմն անդրադառնալ այդ նացիոնալիզմի, շովինիզմի էսկալացիոն ուրեմն խոսույթին, որովհետև ժողովրդին ուրեմն անընդհատ սնուցել այս տեսակի բաներով։ Եվ սա կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ տեղի ունենալու է Ադրբեջանում, քանի որ բաներներ չկան, հեռանկարներ չկան, որ Ադրբեջանը սկսի տնտեսապես զարգանալ։ Նայեք, մի կողմից մեզ համար կարծում եք, լավ է, թող չզարգանա, թող մնա այսպես, բայց մյուս կողմից էլ շատ բան կա։ Սա ոնց որ երկսայր սուր է, հա, բան էլ կա։ Ուրեմն սա գիտես, գիտեք, երբ որ ուրեմն այս իրավիճակը պահպանվի, նաև մեծ է լինելու վտանգը, որ Ադրբեջանը կրկին սկսի այդ էսկալացիան բանախոսույթին դիմել։ Ստագնացիան կոմպենսացնելով, այսինքն իր լեգիտիմության խնդիրը, նայեք ինքը վստահաբար նորմալ ընտրություններով չի ընտրվել, որևէ այլ լեգիտիմության բան չունի ինքը, հերք չունի։ Միակ լեգիտիմությունը դա այդ պատերազմում ունեցած հաջողությունը, իդեպ ես միշտ մտածել եմ, որ նա գնաց այդ պատերազմին եւ նա միշտ էլ գնալու էր այդ պատերազմին, հենց այդ նպատակով, ապահովելու համար իր երկարատև լեգիտիմությունը, հասկանում եք։ Եվ այս պայմաններում ուրեմն այս վիճակն է, որ մենք պետք է շատ անգամ բանով նայենք սրան, ոչ շատ խուճապով, ոչ շատ ուրեմն նյարդայնանալով, հասկանալով, որ այդ երկրի սա էությունն է փաստորեն, եւ նա շատ շուտ դրանից չի կարող հրաժարվել, բայց իհարկե այս գործընթացները, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, Եվրոպական միության ներգրավվածությունը, իհարկե sense զսպաշապիկի նման ինչ-որ դեր են կատարելու եւ նրան ինչ-որ բան է, սահմանների մեջ են այդ առումով դնելու եւ առնելու, այսպես ասեմ, այս հարցին այսպես պատասխանեմ։ Եվ մի հարց էլ, տեսեք, զուգահեռաբար այնպես ստացվեց փաստորեն, որ օգոստոսի 8-ի համաձայնություններին մաս չլինելով Եվրամիությունը, այնուամենայնիվ հիմա կարող ենք ֆիքսել 3 ամիս անց, 3 ամիս եւ մի քիչ անց, որ ըստ էության այն երկարաժամկետ ռազմավարությունների առումով Եվրամիության եւ Միացյալ Նահանգների պատկերացումները ըստ էության համընկնում են։ Իրանք գրեթե միշտ էլ համընկել են։ Մեր տարածաշրջանում գրեթե նույն հեռանկարային մեծ երկարատև հեռանկարի առումով գրեթե նույն ռազմավարություններն նրանք ունեն։ Եվ հիմա զուգահեռաբար ընթանում են նաև այս խորացող հարաբերություններ Հայաստան-Եվրամիություն, հա, կապված արդեն մեր ներքին այդ ռեֆորմների օրակարգի հետ, վիզաների ազատականացում մի քանի ուղղություններով, այսպես երկխոսություն է ակտիվ ընթանում, ասենք ժամանակացույց են տալիս, ճանապարհային քարտեզ են բերում, ասում են սա է անում ենք իրար հետ, այդ Եվրոպայի ներկայությունն է մեծացել։ Հիմա այս առումով ինչ զարգացումներ եք առաջիկայում տեսնում եւ այս տրիպի կառուցման, այս հարցի կոնկրետացմանը զուգահեռ, հա, ինչպիսի զարգացումներ կարող են գնալ
Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ձեր գնահատականը։ Մի ճշտում մտցնեմ, հետաքրքիր մի բան, նայեք ինչ է փոխվել նախկինի հետ, նախկինի համեմատ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ եւ հիմա ես տեսնում եմ նաեւ Եվրոպական միության քաղաքականության մեջ եւս։ Առաջ շատ այսպես կենտրոնական դեր էր կազմում եւ այսպես առանցքային դեր էր կազմում ժողովրդավարության գործոնը։ Այո։ Այսինքն եթե ժողովրդավար ես, քեզ ավելի բարեհաճ են վերաբերվում, եթե ոչ, այս բանաձևը ոնց որ կար, կամ պահանջելու են, որ դու ավելի լավ քայլեր կատարես դեպի ժողովրդավարություն։ Այսպես հարաբերությունների փաթեթի առաջի տողերում։ Հիմա սա գնացել է մղվել է, չգիտեմ, ստորին տողեր, Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում դա ընդհանրապես իր նշանակություն չունի, ես այս ճշգրտումս կմտցնեմ, որ չասեք չզարմանաք։ Իհարկե Վրաստանի պարագայում դա ուրիշ է։ Վրաստանը հավակնում է դառնալ Եվրոպական միության անդամ եւ դրա համար Եվրոպական միությունը պետք է խոսի Վրաստանի հետ ժողովրդավարության խնդիրների մասին եւ նույնը կատարանում է Թուրքիայի հետ, բայց ինչ վերաբերում է ռազմավարական կապերին, համագործակցությանը, Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, նայեք Թուրքմենստանը աշխարհի ամենախորը ուրեմն տողերում գտնվող պետություններից է, բայց շատ հաճույքով ընդունում են նրան Տրամպը եւ Եվրոպական միության պետություններն են իրենց հետ շփվում։ Սա եթե կարդաք, գիտեք, Մարկո Ռուբիոյի պետքարտուղարի հարցազրույցը մոտավորապես մարտ ամսիներն ա տվել, այնտեղ նա շատ այսպես հստակ կերպով դրեց այդ հարցազրույցը։ Մենք այլևս նման քաղաքականություն չենք վարելու։ Այսինքն մենք առաջնորդվել ենք միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերով, ոչ թե ժողովրդավարության վերացական շահերով, որը գուցե եւ շատ անգամ այսպես տանում էր դեպի խոտոր ճանապարհներով, չգիտեմ, տանում էր դեպի ոչ այնքան հաջող ավարտ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը։ Հիմա ասում եմ մենք արդեն առաջնորդվում ենք միայն ու միայն բացառապես մեր շահերով, մեր տնտեսական, ռազմավարական, անվտանգային շահերով։ Վերջ դնենք մի կողմ դա։ Հիմա ճիշտ եք ասում, իհարկե Եվրոպական միությունը համընկնում է իր շահերը այդ առումով, ուրեմն Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում նրանք գրեթե նույն ռազմավարական նպատակներն են հետապնդում եւ ուրեմն զարմանալի չի, որ Եվրոպական միությունը պետք է ակտիվություն ցուցաբերի եւ Եվրոպական միությունը մեծապես բնականաբար շահագրգռված է խաղաղությամբ մեր տարածաշրջանում, սրանք կարևորագույն գործոններն են այսօր Եվրոպական միություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ոչ իհարկե ռազմական այստեղ բաղադրիչ չկա, շատերը բան են անում, չէ՞, քննադատում են, ասում են ռազմական բաղադրիչ չկա, բայց կա այլ բաղադրիչներ, քաղաքական, դիվանագիտական, ծանրագույն բաղադրիչներ կան, որոնք որ զսպում են, որոնք որ պահպանում են այս տարածաշրջանում խաղաղությունը։ Անպայման չի ուրեմն այդ բաներ ունենալ, պայմանագրեր ունենալ ռազմական օգնության մասին, որպեսզի իհարկե այստեղ դա չեմ ասի, սա կատարյալ գործիք չէ, դիվանագիտական գործիքը կատարյալ չէ, ինքը կարող է փոխվել բնականաբար, բայց որևէ գործիք երևի թե միջազգային հարաբերություններում կատարյալ չէ։ Ինչպես մենք տեսանք հապկի պարագայում ոչ մի բան կատարյալ չէ։ Դե ոնց որ բժշկության մեջ պանացեա գոյություն չունի ու չի կարող ունենալ։ Ուզում եք ավելի բան ասեմ, անգամ ՆԱՏՕ-ն 100%-անոց չի։ Գիտեք ինչի համար։ Պարզ մի հատ պատճառով։ Որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Իսկ չեք կարող պատկերացնել, բոլորս կարող ենք շատ մի շարք իրավիճակներ պատկերացնել, երբ որ ՆԱՏՕ-ում հնարավոր չի լինի կոնսենսուսի հասնել։ Կամ Y երկիր, այո, եւ հնարավոր չի հասնել կոնսենսուսի եւ չես կարողանում գործածել այդ քո հզոր բանը, գործիքը, որը որ թվում էր թե ուներ, քո անվտանգության պաշտպանության ամենահզոր ալիանս։ Այո։ Եվ ամփոփենք, պարոն Թաշչյան, իսկ Ռուսաստանի գործոնը ինչպես է գնահատում եւ ինչպիսի դինամիկան, հա, այսպես կարճաժամկետ, միջնաժամկետ հեռանկարում եք տեսնում որպես առավել հավանական։ Դա շատ բարդ հարց է, այսպես ասած։ Ինչը պայմանավորված է պատերազմով բնականաբար։ Ինչպիսի ելք կունենա պատերազմը, ոչ թե ինչպիսի ելք, այլ ինչպիսի ավարտ կունենա, ինչ տեսակի պայմանավորվածության կգան արևմուտքի հետ, ինչպես կվերականգնվեն արդյոք հարաբերությունները արևմուտքի հետ, թե ոչ, ինչպիսի բնույթ կկրեն Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա հարաբերությունները, սրանք հարցեր են, որոնք որ բաց են։ Անկամ բաց են, թե ինչպես կպահեն իրենց, ինչպես կշարունակեն
պահել իրենց Հնդկաստանը եւ Չինաստանը այս հարցում։ Այս բոլորը անհայտներ են, որոնք որ հնարավորություն, եթե գիտեք մաթեմատիկական լեզվով խոսենք, անհայտներն ավելի շատ են, քան թե բանաձևերը, շատ դժվար է այդ տեսակի բանը, ուրեմն բանաձևերի այդպիսի համակարգ լուծել։ Բայց մեզ համար նայեք միանշանակ է, այստեղ բան չի կարող լինել, կասկած չի կարող լինել, որ մենք պետք է այսպես ամենամեծ ուշադրությամբ, բարձրագույն ուշադրությամբ հաշվի առնենք Ռուսաստանի դերը, նշանակությունը, շահերը այս տարածաշրջանում, որտեղ նա անմիջական հարևանությամբ է մեզ հետ գտնվում, անմիջական աշխարհագրական հարևանությամբ մենք միշտ զգում ենք նրա շնչառությունը, դա անկարելի է մեկ տարածաշրջանում չզգալ, դա ինչ է նշանակում եւ պետք է նշանակում է որ պետք է հաշվի առնել մեր բոլոր դիվանագիտական քայլերում, մեր արտաքին քաղաքականության մեջ մենք դա պետք է նկատի ունենանք։ Առավել եւս որ այսօր նայեք մենք փաստորեն օգտվում ենք աղաքին մենք շահեր ունենք Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության առումով։ Սա գուցե համագործակցություն չի այսպես կատարյալ իմաստով, իհարկե, բայց առևտրի հնարավորություն է մեզ տալիս, այդ մաքսային միության գոյությունը մեծ պատուհաններ է մեզ համար բացանում ռուսական շուկա մտնելու, ուրեմն դեռ լավ դիրքեր զբաղեցնելու համար։ Սա է իմ պատասխանս։ Շնորհակալ եմ, պարոն Տաշյան, ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Դիտարկումների եւ գնահատականների համար, որ հնչեցրեցիք մեր եթերում, ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք։ Շնորհակալություն հրավերի համար։ Միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Հրաչյա Տաշյանին, լսեցինք իր դիտարկումները կապված մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների, Կենտրոնական Ասիայի հնգյակի հետ կապված խաչվող շահերի, ինչպես նաև մի շարք գործոնների հնարավոր դինամիկայի վերաբերյալ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։
Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում Կրկին Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր թողարկման ընթացքում մենք խոսեցինք մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների, Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորման առանձնահատկությունների հետ, այդ համաձայնությունները, որոնք կայացան օգոստոսի 8-ին եւ հիմա թեվակողել են իրականացման փուլ եւ մոտավոր պատկերացում է ձևավորվել, թե ինչ ժամանակային հորիզոնի մասին է խոսքը առաջիկա փուլերի համար, բայց այս բոլոր խոսակցությունները ուզենք թե չուզենք օբյեկտիվորեն տեղի են ունենում շատ հստակ նախընտրական համատեքստում, մի համատեքստ, որում նույնպես հստակորեն ուրվագծվում է դիմադրությունը այս փոփոխություններին, Հայաստանի մասնակցությանը այս փոփոխություններին, Հայաստանի սուբյեկտայնությանը, այս փոփոխությունների մեջ Հայաստանի դերակատարությանը, իհարկե նաև կան այստեղ շատ հստակ խմբային շահեր։ Եվ գործող կառավարությունը, կառավարության ղեկավարը չեն կարող սրան ուղղակի չարձագանքել, ընդ որում արձագանքը ասելով խոսքը միայն վերբալ արձագանքի մասին չէ, այլև գործնական։ Սակայն այս ամենը դեռ այսպես համակարգային բնույթ դեռ չի կրում, բայց մենք լսում ենք շատ հեռու գնացող եւ հեռու տանող խոսակցություններ, մասնավորապես այն, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կապված քաղաքական ուժերը, որոնք ներկայումս պարլամենտում են եւ թե ինչպես են իրենց դրսեւորել անցած 5 տարվա ընթացքում երևի իմաստ էլ չունի դրա վրա շատ երկար կանգ առնելը, հաջորդ խորհրդարանում այլևս չպետք է լինեն։ Սա ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ դա ինչպես պետք է տեղի ունենա, դրա մասին պատկերացում չկա, բայց այսպես քաղաքական մեծամասնությունից ձայներ են հնչում, դե ժողովուրդը գիտակից է, ժողովուրդը խելոք է։ Այսինքն 21 թվականի նման, երբ պետությունն ուղղակի հայտնի պատճառներով ընկած էր գետնին եւ ժողովուրդն էր, որ վերցրեց, բարձրացրեց եւ վերադարձրեց իր պատշաճ տեղը, դա հասկանալի էր, բայց հիմա ոնց որ ամեն ինչը էլի թողում են ժողովրդի վրա, սա մեծ հարց է։ Եվ որքանով է հիմնավոր Հայաստանի այս տարածաշրջանային փոփոխություններին համարժեք վերադիրքավորումը եւ վերանայումը իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների, փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Դավիթ Պետրոսյանը։ Նա գտնվում է Միացյալ Նահանգներում, Տեխաս նահանգում, Բուշի անվան կառավարման եւ հանրային ծառայության դպրոցի հետազոտող։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Պետրոսյան, դուք գտնվում եք Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, բայց ուշի-ուշով հետևում եք այս զարգացումներին, որոնք կան մեր երկրի շուրջ, երկրի ներսում, ինչը միանգամայն հասկանալի է, հա, չեք կարող անտարբեր լինել ձեր հետազոտություններին զուգահեռ, ինչ է երևում ձեզ եւ այս ներքին, այսպես խմորումները, հա, որոնք փորձում է կառավարությունը, իշխանությունը, քաղաքական մեծամասնությունը կառավարելիության հունի մեջ պահել, որքանով է համարժեք այս տարածաշրջանային փոփոխություններին եւ այս խոսակցությունները, այսպես, եթե մակերեսը չանդրադառնանք ներսում ինչ կա, համեցեք։ Մեկ անգամ ես շնորհակալություն պարոն Մեհրաբյան, ու ես մի խոսքը կցանկամ սկսել ձեր խոսքը շարունակելով իրականում շատ լուրջ հայտարարություններ արվեց երեք ազգային ժողովում, փաստացի վարչապետը մեղադրեց մի քանի քաղաքական ուժերի, եթե փորձենք վերցնել ու նկատի ունել, դաշնակցությանը նկատի ունել, որովհետև AUKS-ի շենքում ու այդ դաշնակցությունը այսպես գործունեություն ծավալել,
նա մեղադրեց նաև նախկին առաջնորդն ասելով պաստոր նկատմամբ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, այդ ուժերին նա մեղադրեց ենթադրաբար օտարերկրյա գործակալներ լինելու մեջ։ Ազդեցության գործակալներ լինելու մեջ, նաև չմերժեց փաստը, որ Աշա Կարապետյանը ենթադրաբար նույնպես եղել է արևելքի ազդեցության գործակալ ու չնայած նա փորձեց նշել, որ մեկ երկրի չէ, մի այլ երկրների նույնպես, բայց խոսքը բոլորիս բացի որ Ռուսաստանի մասին է։ Սա իմ կարծիքով շատ լուրջ հայտարարություն է, քանի որ այս ուժերը, այդ առաջնորդները ղեկավարել են Հայաստանը առնվազն 20 տարի։ Նրանց հետ փոխկապակցված մարդիկ Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգում, պաշտպանական համակարգում, արտաքին քաղաքականություն զբաղեցրել են կարևորագույն պաշտոններ։ Իսկ կայացրել են որոշումներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին, ու այս մարդիկ այժմ մեղադրվում են այլ երկրի ազդեցության գործակալներ լինելու մեջ։ Իհարկե, երբ որ մարդիկ արդեն պաշտոն են զբաղեցնում, ազդեցության գործակալ չեն, որ իրանք որոշում կայացնող են։ Ազդեցության գործակալներ կարող են լինել բլոգերները, ինֆլուենսերները, այսպես ասած մարդիկ, ովքեր որոշումների կայացման վրա ազդեցություն չունեն։ Բայց այս ազդեցությունն այսքան լծակ չունեն, բայց այս դեպքում մենք գործում ենք մարդկանց հետ, ովքեր կայացրել են հենց որոշումներ ու հենց իրեն ժամանակ կայացնում են միայն իրենք։ Այդ ժամանակ հասարակության ազդեցությունը շատ փոքր է։ Սա շատ լուրջ խնդիր է, իմ կարծիքով սրան շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել եւ որը պետք է լինի իշխանության քայլերը այս հայտարարությունը անելուց հետո։ Մյուսը, երբ որ նշվում է, որ մենք այժմ պետք է որոշում կայացնենք այս հարցի շուրջ, նշվում է, որ ազդեցության գործակալներ կան ու մենք պետք է որոշում կայացնենք։ Իմ կարծիքով որոշում կայացնելու ժամանակը դեռևս 2018-ին էր, 2021-ին էր, ու այդ որոշումները չեն կայացվել։ Կամ 22-ին գոնե, այո։ Կամ գոնե 22-ին, երբ որ հայտնում է, որ մենք այդ ժամանակվանից էլ փորձ չենք, որովհետև մենք շատ ծանր հետևանքներ ենք ունեցել։ Եթե շատ կարճ փորձեմ ասել, միգուցե հենց այդ որոշումների չկայացման պատճառով 2018 թվականի հեղափոխության ժամանակ ասված շատ խոստումներ այդպես էլ չարվեցին։ Միգուցե եթե այդ որոշումները կայացվեն 2020 թվականի պատերազմը այլ ընթացք ունենար, միգուցե այդ որոշումները եթե կայացվեն Ջերմուկի պատերազմը դրա նախորդող էսկալացիան մեր համար չլինեն այդպես ծանրագույն։ Ու սրա հետ կապված նաև էլի ձեր խոսքը շարունակելով, պարոն Միրաբյան, մենք երբ որ ուսումնասիրում ենք բոլոր ժողովրդավարական անցման փորձերը, հեղափոխական process-ները, որոնք կարող են լինել ներքին քաղաքական գործընթացների արդյունքում քաղաքացիական պատերազմների կապ չունի, երբ որ տեղի է ունենում ժողովրդավարացման գործընթաց։ Ժողովրդավարացում process-ը ստանձնած քաղաքական ուժը հենց վերցնում է նախ եւ առաջինը քաղաքական փոփոխություններ անելու պարտավորությունը։ Հիմա երբ որ 7 տարի անց հայտարարվում է, որ ճանապարհը այս ուժերը որպեսզի խորհրդանում չլինեն, այն է, որ ժողովուրդը նրանց չընտրի, ու դուք լավ ասացիք, որ 21 թվական ժողովուրդը օգնեց։ Դրա համար հասարակությունը շատ քաղաքական ուժեր 18 թվականին նշում է, որ անցյալին պետք է տալ գնահատական, այն ուժերը, որոնք զբաղվել են սիստեմատիկ կաշառք բաժանելով, պետք է հնարավորություն չունենան հենց ուղղակի այնպես մասնակցել ընտրությունների։ Ու այժմ այս պատրվացությունը նորից դնել ժողովրդի վրա եւ ասել, որ ժողովուրդը ուղղակի պետք է նրանց չընտրի, առանց սկսելու process-ել այդ ուժերի դեմ։ Երբ որ թե 18-ին, թե 21-ին ժողովուրդը տվեց բոլոր այդ ռեսուրսները։ Այո։ Ու այժմ այդ նույն ուժերը անհավասար ռեսուրսներ ունենալով փաստացի ոչ միայն պղտորում են Հայաստանի քաղաքական համակարգը, բարդացնում են process-ը, ել չեմ ասում, որ պղտորելը հետ, իմ կարծիքով մենք արդեն այս խոսակցությունը պետք է մոռանանք։ Փաստացի այս մարդիկ իշխանությունները ասում են ազդեցության գործակալներ են։ Այլ երկրի ազդեցության գործակալների հետ մեր այսպես լոկալ բնական ճանապարհով առաջացած քաղաքական կամ քաղաքացիական ուժեր մտել են պայքարի մեջ Հայաստանում ժողովրդավարություն պաշտպանելու համար։ Ու այս ընթացքում փաստորեն իշխանությունը դիտորդի դերում է։ Իշխանությունը ժողովուրդը պետք է չընտրի։ Իշխանությունը չի ասում, որ մենք սկսել ենք process-ներ, բացահայտենք սիստեմատիկ, օրինակ այս փոքր բանն եմ ասում, որտեղ շատ բոլորս գիտենք, կաշառք բաժանելու դեպքերը։ Ես այլ process-ներ չեմ ասում։ Դա իմ կարծիքով սա շատ մեծ հարցերի պատասխանում է եւ այո, սա այն առաջի կարևոր իմ կարծիքով շեշտադրումներն են, որ մենք պետք է հստակեցնենք ու անցնենք առաջ երևի։
Պարոն Պետրոսյան, մենք տեսնում ենք, որ այդ ազդեցության գործակալներ, բայց ինչ բնույթի է այդ ազդեցությունը։ Մենք տեսնում ենք, որ դա ըստ էության այսպես մի օրիգինալ բան չէ, հա, այդ ազդեցությունը այս կամ այն մոդիֆիկացված ձևով, հա, տեսնում ենք Ուկրաինայում, տեսնում ենք Վրաստանում, տեսնում ենք Կենտրոնական Ասիայում, տեսնում ենք Մոլդովայում եւ ըստ էության մի քիչ ադապտացված մեր իրողություններին տեսնում ենք Հայաստանում։ Բայց նշածս երկրները դրանք տարբեր պատմություններ են, հա, կամ բժշկական լեզվով ասած հիվանդության պատմությունները տարբեր են, հա, բայց կլինիկան նույնն է, հա։ Հիմա նաև այդ հիվանդությունների բուժման, այդ հիվանդության բուժման ուղղված քայլերն են տարբեր։ Եվ օրինակ Մոլդովան բախվելով այդ սպառնալիքին, այդ ազդեցությանը, համապատասխան գործակալական ցանցերի կողմից հակաքայլեր արեց եւ ըստ էության հաղթած դուրս եկավ այդ դիմակայությունից։ Այստեղ դուք ինչ որ զուգահեռներ չեք տեսնում, որ ասենք Հայաստանը կարող է դա եւս ադապտացնել իր իրողությունների վրա եւ իրականացնել, որպեսզի ժողովրդավարությունը թիրախավորված լինելով այդ ազդեցության կողմից, հա, չզոհվի, հա, այսպես ասենք։ Համեցեք։ Հայ պարոն, իմ կարծիքով մեր ներքին քաղաքական գործածը իրական բոլոր հիմնական խոսույթները կապված են արտաքին քաղաքականության հետ, տարածաշրջանային գործընթացների հետ, ու նորություն չեմ ասի, այո, Ռուսաստանի նպատակը խորհրդային միության փլուզումից հետո եղել է առնվազն պահպանել ազդեցությունը հարակից տարածքներում, այդ թվում Հարավային Կովկասում, Մեծ Բալթյան երկրներում, Կենտրոնական Ասիայում։ Որոշ երկրներ մի քիչ շատ, որոշ երկրներ մի քիչ քիչ, բայց հիմնական նպատակը նույնն է՝ պահել վերահսկողություն։ Հիմնական գործիքակազմը, որ փորձեն իրականացնել մաքսիմալ հատվածով, դա տեղի քաղաքական ուժեր ուղղակի իրենց ենթարկեցնելն է, որոշումների վրա ազդելն է, պաշտոնների նշանակման գործածին մասնակցելն է, որտեղ որ հասարակությունը այսպես կարողացել ճեղքել, իսկ ընդդիմությունում կարողացել հաղթել ուժեր, որոնք դեմ են եղել այսպես ռուսական մեծ ազդեցությանը, փորձեն ամեն կերպ քաղաքական համակարգի աշխատանքը խոչընդոտել։ Այո։ Տարբեր ձևերով սպանություններից սկսած մինչև սորական, ապատեղեկատվական արշավներ։ Այո։ Հիմա մեր պարագայում պարզ երևում է, որ խնդիր է դրված վերահսկել այսպես քաղաքական խոսույթները ու այն փոփոխությունները, որ Հայաստանում տեղի ունենում, փորձել նաև դրանք վերահսկել։ Ուկրաինայում պայմանավորված ծանրաբեռնվածությամբ Ռուսաստանը այն նույն ակտիվությամբ չի կարող գործել, բայց նաև հարցերում արդյոք դա նրանց պետք է ընդհանրապես այդ նույն կերպով գործել, քանի որ թե հստակ սահմաններում վերահսկողությունը կարողանում է պահպանվել, ապա ներքին process-ները կարող են նույնիսկ տեղի ունենալ, որտեղ իրական Ռուսաստանը երբեք դեմ չի եղել, որ արևմտյան գումարներ կան, արևմտյան փորձ կա, դա կլինեն տեխնոլոգիաներ, մարդիկ ԽՍՀՄ-ի ժամանակ KGB-ն հատուկ կառույցներ, որ զբաղված էր հենց տեխնոլոգիաներ բերելով ու ամեն կերպ իրենք ցույց են տվել, որ պատրաստ են համագործակցել։ Հիմա Հայաստանի պարագայում մենք տեսնում ենք, որ ազդեցությունը իրական շատ մեծ է։ Այդ քաղաքական շարժերը, որ Հայաստանը անում է, մենք պետք է հասկանանք, արդյոք դա այն մաքսիմումն է, որ մենք կարող ենք անել, ու արդյոք դա բավարար է։ Իմ կարծիքով դա բավարար չէ։ Դե Ռուսաստանի հիմնական խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտը վերահսկելի պահելն է։ Այսինքն ստեղծել արևմտամետնել, ստեղծել ռուսամետնել, դաշտը պահել, վերահսկել, որպեսզի ընտրությունների արդյունքներն լինեն կանխատեսելի։ Ու ցավոք մենք այժմ ունենք մի իրավիճակ, որ եթե չլինի ներկայիս իշխանությունը, ապա հավանականությունից որ պետք է ուղղակի նախկին ուժեր լինեն, այսպես այդ ենթադրաբար ազդեցության գործակալները։ Որ եթե այս առումով մենք քաղաքական համակարգը կարգի բերելու առումով քայլեր չձեռնարկենք, իմ կարծիքով ժողովուրդը մեր շատ լավ հասկանում է, մեծ մասը կրիտիկական հատվածը, թե ինչ անում Ռուսաստանը Հայաստանում։ Այո։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված, Արցախի էթնիկ զտման հետ կապված, Հայաստանի սահմանները պաշտպանելու պարտադրություն չկատարել կապված Հայաստանի ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության սպառնալիքն է ստեղծում։ Բայց ավել քայլեր արդեն պետք է իրականացնի քաղաքական ուժը։ Իսկ դա անելու համար պետք է սկսել հենց քաղաքական համակարգը կարգի բերելուց եւ ուղղակի process սկսած այդ ազդեցության գործակալին բացահայտելու մասով, որտեղ եթե քո երկրում
գործում են այսպես ազատ ազդեցության գործակալներ, արդեն դու ապատերեկատվության դեմ ինչպես կպայքարես, Facebook-ում քանի գրառումներ կարվեն, որ ալիք կփակվի, դա արդեն բավարար չի։ Մենք արդեն անցել ենք այդ փուլը։ Երեկվա ֆորպոստի հայտարարությունից հետո մենք մտել ենք քաղաքական փուլ, այն մնացած խոսակցությունը մեծ ազդեցություն կարգով չեն ունենալու։ Եթե պաշտպանության նախարարը մեղադրվում է ազդեցության գործակալ լինելու մեջ, վայ մեզ։ Այստեղ քաղաքը ինչպես։ Ասում եմ ուրեմն վայ մեզ։ Այո, պարոն Մերաբյան, կարծիքով այս հայտարարությունը ու նշանակվել է այդ մարդը, այն ինչի մեջ ինքը մեղադրվում է, դրանից ինքը նշանակվել է նախարար։ Ու այստեղ հստակ է գնդակ այսպես քաղաքական մեծամասնության ում ժողովուրդը 21 թվականին տվեց մանդատ, քաղաքական process-ը սկսելն է։ Շատ ուշացած, բայց այժմ եթե այդ process-ը չի սկսվում, սա շատ մեծ հարցեր է առաջացնում ու ես այստեղ կցանկամ ապայման շեշտեմ, եթե 2018 թվականին Հայաստանը եղել է այդ երկրի գրպանում, եթե այդ երկիրը վերծանենք, դա Ռուսաստանն է։ Ինչպես է Հայաստանում տեղի ունեցել հեղափոխություն։ Փաստացի վարչապետը ակնարկում է, որ Ռուսաստանը 18 թվականի հեղափոխական գործընթացների մասով մեծ հաշվով անհամաձայնություն չի ունեցել։ Այո։ Ու մինչև 22 թվականի այդ ֆորպոստի կարգավիճակում, որ մենք եղել ենք, իհարկե վարչապետը հայտարարեց 18 թվականին, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը վեկտորը չի փոխելու եւ այլն։ Բայց մինչև 22 թվական ու նաեւ նշվում է, որ Հայաստանը համագործակցել է, արտաքին քաղաքականություն համաձայնեցվել է։ Այստեղ իմ կարծիքով թաքնված այն խնդիրների աղբյուրը, որ մենք այժմ փորձում ենք լուծել։ 18-ի հեղափոխությունը Հայաստանում ամբողջովին չի իրացվել իշխանությունների կողմից, այն պոտենցիալ ռեսուրսը, որ ժողովուրդը տվել էր անվերապահ, փոփոխություն անելու, քանի որ Ռուսաստանը այդ մեծ մասի հետ համաձայնություն այսպես չի ունեցել։ Այսինքն մենք փորձենք դեմ չգնալ ու կարծել թե դա միայն արտաքին քաղաքականությունը, դա միամտություն է։ Ներքին քաղաքականությունը ուղիղ կապված է, հետեւաբար ներքին քաղաքական չարված քայլերը նաև պայմանավորված են այսպես Ռուսաստանին դեմ չգնալու մասով։ Իսկ սա ամբողջովին փոխում է գործող իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը ու այժմ իրենք պարտավոր են ուղղակի անել քայլեր։ Եթե իրենք չանեն քայլեր, մենք այս նմանատիպ խոսակցություն կարող ենք ունենալ նաև երկու տարածք։ Իսկ Մոլդովան, Ուկրաինան, պարոն, մեծ Բալթյան երկրները, այն նրա մասին որ վարչապետը խոսում, մենք պետք է որոշում կայացնենք։ Այդ ուժը որոշում կայացրել են։ Երբ որ 2004 թվականին Յուշենկոին թույնեցին Ուկրաինան, թույնեցին, որտեղ նա որոշում էր կայացրել իր ժողովրդի հետ։ Երբ որ մեծ Բալթյան երկրները ԽՍՀՄ ռուս քաղաքացիներին քաղաքացիություն չտվեցին, երբ որ ԽՍՀՄ փլուզվում էր, ու անվտանգության ծառայողներ սպանվեցին, 8 հոգի եթե չեմ սխալվում, նրանք արդեն որոշում կայացրել են։ Վրաստանի վրա երբ որ Ռուսաստանը հարձակվեց 2008-ին, Վրաստանը արդեն որոշում կայացրել էր։ Հարց առաջում արդյոք Հայաստանի քաղաքական մեծամասնություն որոշում կայացրել է։ Իմ կարծիքով ոչ։ Կամ եթե գործող քաղաքական դաշտի մեծ մասը ռուսական ազդեցության գործակալներ են, դա ուղղակի կարմիր կանաչ գույն է Ռուսաստանի համար աշխատելու Հայաստանը։ Էստի համեցեք մոտավորապես։ Պարոն Պետրոսյան, երբ Ուկրաինայում տեղի ունեցավ 13 թվականին Մայդանը, ընդ որում այդ ամենը տեղի ունեցավ Եվրամիության հետ հարաբերությունների սերտացնելու, թե չսերտացնելու հողի վրա, հա։ Եվ ըստ էության մինչև հիմա այս պատերազմն էլ որ ընթանում է, ըստ էության սա դա այն բախումն է Ռուսաստանի այն պատկերացման հետ, որ հետխորհրդային բոլոր երկրները դա ժամանակավորապես կորցրած տարածքներ են, հա, եւ ժամանակն է արդեն հետ հավաքելու։ Հիմա ինչ Եվրամիություն, դուք ով եք, որ Եվրամիությունն էլ գնաք։ Այ մոտավորապես էսա։ Բայց երբ որ տեղի ունեցավ այդ արժանապատվության հեղափոխությունը Ուկրաինայում, որ հիմա այդպես է կոչվում, այդ Եվրոմայդանը կամ էլ պարզ դարձավ, որ Ուկրաինայի բարձրաստիճան բարձրագույն ղեկավարությունն ըստ էության նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը
անվտանգության այդ ծառայությունները, փող ունեցող մարդիկ, նախարարներ, բոլորը կներեք ոչ թե ազդեցության, այլ ուղղակի գործակալներ էին։ Գործ ուղղված այդ գործի վրա հստակ հանձնարարություններ էին կատարում տարիներ ի վեր, մեկ էլ այդ ամենը փլուզվեց, որովհետև ժողովուրդը դուրս եկավ։ Այսօր մենք խոսում ենք ազդեցության գործակալների մասին այն շրջանակի հետ կապված, որոնք մերժվեցին 2018 թվականին եւ զրկվեցին իշխանությունից։ Բայց մեր մոտ դրանք մինչև հիմա կոչվում էին մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Հիմա մենք ո՞նց անենք, այն ավետարան ըստ Հովհաննեսի սկսվում է ի սկզբանե բաններ, հա, խոսքը։ Հիմա այդ տերմինաբանական ճշտումներ մենք մինչև չանենք, մենք մոտ չենք գա խնդրին։ Համեցեք, պարոն Պետրոսյան, ձեր մեկնաբանությունը։ Ես ամբողջովին կիսում եմ ձեր մոտեցումը, մտահոգությունը։ Այո, Ռուսաստանը 90 պրոցեսներ դիտարկենք 91-ից մինչև Ուկրաինա ներխուժումը տարբեր կարևոր կետեր կան, բայց հիմնական եթե հարցնենք 2007 թվականին Բերլինում Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ ուղղակի նշեց, որ Ռուսաստանը Մյունխենում Ռուսաստանը հայտարարեց, որ Ռուսաստանը ազդեցությունը իր փորձելու մեծացնել այդ հետխորհրդային երկրներում ու հստակ գործողություններ են արել։ Հիմա Ուկրաինայի հետ կապված նույն այն ասոցիացիա պայմանագրի ստորագրումով պայմանավորված այդ գործընթացն է, որ Հայաստան մեկրոն որոշումը փոխվեց, այնտեղ փորձեցին շարունակել, դա հանգեցրեց Մայդանի 14 թվականից Ուկրաինան լուրջ ռեֆորմներ է սկսել իր անվտանգային եւ անվտանգային համակարգում եւ բանակում, համագործակցելով Ամերիկայի հետ, Մեծ Բրիտանիայի հետ, Կանադայի հետ, օրբիտալ համակարգը, Unifier համակարգը, Yavorivը ամերիկացիների կողմից փոփոխություններ են արվել, սկսած օրենքից, պաշտպանության մասի օրենքից մինչև վերջին շարքային զինվորի վերապատրաստումը, բայց մինչև այդ ձեր ասած բան գործակալներին ուղղակի չբռնեցին, Ուկրաինայում շատ խոցելի վիճակում էր։ Ուկրաինան նույնպես երկարացնում էր այդ process-ը, այդ նույն որոշումը չէր կայացնում, դեռ եթե մենք քիչ ենք հենց ներխուժումը որ սկսեց, դրանից հետո շատերին բռնեցին։ Որ այսպես դանակը հասել ոսկորին էր, Մեդվեչուկին օրինակ բռնել են ներխուժումից հետո, այլ ոչ թե ներխուժումից առաջ։ Ու ուկրաինացի ժողովուրդը հարց էր տալիս, եթե բռնեինք այս մարդկանց հարձակումից առաջ, եթե բռնեինք միգուցե հոբ համակարգը 70%-ը չխոցվեր, հենց պատերազմի մի քանի ժամվա ընթացքում։ Եթե բռնեինք միգուցե 2023 թվականի ճակատամարտը արցախցիների ու ադրբեջան կամ այդպիսի անհավասարաչափ պայմաններում չլիներ, միգուցե եթե բռնեինք 44 օրյա պատերազմը նման ազդեցություն մեր վրա չունենար ու նման լիք այլ հարցեր։ Այս գիրքը օրինակ բանավան շատ լավ ցույց է տալի, որ այդ ռուսական հատուկ ծառայությունները ինչպես են վերապրոֆիլավորվել, վերագործարկվել ու շարունակում են իրենց ազդեցությունը այդ հետխորհրդային այսպես տարածքում։ Հիմա Հայաստանի մասով իմ կարծիքով այդ դուք ճիշտ եք ասում, մոտեցումը հիմնական նույնն է, նույն մեխանիզմներն են աշխատում։ Ու այդ երկրները, որոնք որ այդ process-ով այսպես ասած անցել են, իրենք հաջողություն են գրանցել ու մենք ուղղակի պարտավոր ենք այդ մոտեցումները տեսնել, դասեր քաղել, բայց եթե մենք դա չենք անում, շատ մեծ հարցեր են առաջանում իմ կարծիքով ու դրանք բերելու են նոր խնդիրներ։ Ճիշտ ասած երկրորդ մասը ձեր հարցի, որ խնդրեմ կարևոր իմ կարծիքով ընդգծում արեցիք, ես առաջին վրա ուղղակի տերմինաբանության ճշգրտումը, էլի։ Այո, տերմինաբանության ճշգրտման հետ կապված իմ կարծիքով շատ հստակ է, որ այդ մարդիկ ուղղակի ազդեցության գործակալներ չեն։ Այդ մարդիկ ուղղակի սպասարկում են այլ երկրի շահեր։ Հիմա ինչ կարգավիճակով են դրանք դա անում։ Ոստեղ հիմնական հարցը էլի գնում է ԱԾ-ի մասով։
ածի բոլոր, այսպես ասած, կառույցներում, հիմա փաստացի մեկ օրինակ բերեմ, պարոն Մերվան, կարող եք սա քննարկել։ Ինչ է ստացվում Սուրեն Պապիկյանի հայտարարությունից։ Մինչև ինքը նախարար չի եղել, բանակում ռեֆորմներ չեն արվել։ Ու իր գալուց հետո սկսվել են ռեֆորմներ։ Ես հիմա չեմ ուզում կամ այս բանի խոսքից նպատակ են ինչքան ռեֆորմներ տեղ հասել չեղել։ Ես խոսում եմ առանձին իրենք են ասում։ Այո, process-ը սկսվել է։ 22 այո, ու սա եթե գնանք վարչապետի հայտարարությունը, որը հետևյալն էր, որ մինչև 2022 թվական մեր բանակի սոցիալ հոգեբանությունը ուրիշ կերպ ա եղել ինքնիշխանության կամքի կենտրոն չի եղել։ Այո։ Լավ, եթե բանակում եղել է այսպես, իսկ ինչ կասեն օրինակ ԱԾ-ի մասին։ Որտեւ եթե բանակի դեպքում ֆրոնզե գնում էին այսպես բարձր, այսպես սպաները, ապա ԱԾ-ի դեպքում լեյտենանտի կոչումից մինչև հիմա գնում են։ Ու ինչպես է սա տեղի ունենում։ Եվ ինչու։ Եվ ինչու, այո, եւ ինչու։ Եթե ստեղ խոսքը գնում է բալանսավորման մասին, որը կասեն կամ երկու ընկերակցով բան պետք է բերվի պատճառ, մեկը այնա որ Ղարաբաղի հարցը ինչքան կար մենք փորձում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատացնել, որտեղ այսպես Ռուսաստանն էր միակ հնարավոր աշխարհը, որ իհարկե տեղի չունեցավ, դարձավ հակառակը, սա այլ քննարկման թե, բայց ինչ կարող են ասել։ Մյուսն էլ այն է որ կամաց ենք դա անում։ Արդյոք սրանք բավարար պատասխան են։ Ես այդպես չեմ կարծում։ Որտեւ եթե դուք օգտագործում եք այս խոսույթը ներքաղաքական դաշտում ձայներ հավաքելու համար, ապա առնվազն ինչ-որ քայլեր հետևությամբ պետք է իրականացնել։ Եթե դրանք ուղղակի ներքաղաքական դաշտում ձայներ են հավաքում եւ փորձում են այսպես ասած սևացնել իրենց ընդդիմադիր գործիչներին, այսպես ասած, դա ուղղակի նախընտրական պայքար է։ Ու դրա ազդեցությունը ունենալու է հայ ժողովրդը նոր կորուստների տեսքով։ Շատ շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ձեր այս կարևոր եւ հանգամանալից դիտարկումների եւ գնահատականների համար, նաեւ առաջարկությունների, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, ձեզ ամենայն բարիք, հաջողություններ ձեր հետազոտություններում, մինչ նոր հանդիպում, հաջողություն ձեզ։ Ես եմ շնորհակալ, պարոն Մերաբյան, շնորհակալություն հետաքրքիր քննարկում զրույցի համար առայժմ։ Նմանապես հաջողություն։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր Դավիթ Պետրոսյանի հետ, նա Միացյալ Նահանգների Տեքսաս նահանգում Բուշի անվան կառավարման եւ հանրային ծառայության դպրոցի հետազոտող է, քննարկեցինք մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են Հայաստանի ներքին համարժեքությանը այս տարածաշրջանային փոփոխություններին, որոնք մեկնարկել են օգոստոսի 8-ի համաձայնություններով։ Մասնավորապես քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերվում են մեր համարժեքությանը ռուսական սպառնալիքին, այն էլ այս նախընտրական համատեքստում։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապարիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։
շվեցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով, ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։